մինչև հիմնական հարցերի անցնելը, հարցեր կա հարգելի գործընկերներ, ես մինչև հիմնական հարցերի անցնելը մի ինֆորմացիայով կուզեմ ձեզ հետ կիսվել, այսօր բավականին հայտնի կայքերից մեկը, որը կոչվում է Economy of Armenia, գրել էր հետևյալը, որ կորեական ավիաընկերությունը Korean Air սկսել է մի քանի չարտերային թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան եւ ամբողջ ամառվա ընթացքում ըստ իրենց տված ինֆորմացիայի բոլոր տոմսերը արդեն վաճառված են եւ ես նախ ուզում էի, եթե այս ինֆորմացիան չունեք, ձեզ տեղեկացնեմ, որովհետեւ туриզմի կոմիտեն նաեւ ձեր ենթակայության տակ է գտնվում, եթե այս ինֆորմացիան ունեք, քանի որ Հայաստանի Հանրապետության համար սա կարծում եմ լիովին նոր ուղղություն է եւ ֆանտաստիկ ձեռքբերումներ կարող ենք ունենալ այս առումով, հաշվի առնելով ինչ երկրի մասին է խոսքը, մենք շատ հոգատարությամբ պետք է վերաբերվենք ամեն մի տուրիստին, ով որ գալիս է եւ իր ժամանակը եւ գումարը մտադրություն ունի ծախսելու Հայաստանի Հանրապետությունում, սա մեր տնտեսության եւ մեր ընդհանրապես մեր կենսակերպի մեջ շատ մեծ դերակատարում կարող է ունենալ, ինչ քայլեր եք դուք պատրաստ նաև իրականացնել որպես էկոնոմիկայի նախարարություն այս թեմայով եւ արդյոք այն հանձնարարականը, որ պետք է ձևակերպեք туриզմի կոմիտեին, ինքը ինչ առարկայական բնույթ պետք է կրի, ինչի եմ հարցնում այս հարցը, որովհետեւ հիմա նոր ուղղություն է եւ այն մարդիկ, ովքեր սա նախաձեռնել են, շատ ավելի քիչ ինֆորմացիա ունեն Հայաստանի Հանրապետության մասին, սկսած աերոպորտի դիմավորման գործընթացից մինչև հյուրանոցներ, Հայաստանի Հանրապետության մասին պատկերացում, որ տպավորությունը այնպիսին լինի, որ ընդհանրապես հաճախորդը, որևէ ծառայության հաճախորդը ամենալավ մարքեթինգն է անում այդ ծառայության մասին, որ մենք կարողանանք ոչ թե այս փորձը միանգամյա դադար ունենա, այլ ինքը շարունակական լինի եւ մեր ռեյտինգը այնքան բարձր լինի, որ տվյալ երկիրում մասին, որ խոսեցինք, տուրիստները շատ մեծ քանակի սկսեն այցելել Հայաստանի Հանրապետություն, ես խնդրում եմ այս հարցին ուշադիր եղեք եւ եթե սա իրականություն է, պետք է պարզել ամենասկզբից մինչև ամենավերջին կետը ինչ ենք անում, որ այս ուղղությունը զարգանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Մենք այդպիսի քննարկումներ, խոսակցություններ ունենք տարբեր երկրների հետ, հուսով ենք սեպտեմբերից նաև կամ Երևան, Դելհի, կամ հնարավոր է մեկ այլ քաղաքական այդպիսի ուղիղ չվերթ մենք ունենանք, սա ամենայն հավանականությամբ սա կլինի, բայց դուք ճիշտ եք, մենք բացի այդ խնդիրներից շատ այլ հարցեր ունենք լուծելու, որովհետև ես նշեցի արդեն, որ մենք Սաուդյան Արաբիայի, Օմանի, Քուվեյթի, Կատարի, Քուվեյթի եւ Էմիրությունների քաղաքացիների եւ ոչ երկրների դեպքում ոչ ռեզիդենտների համար բացել ենք, Հնդկաստանի դեպքում այնտեղ մենք ունենք օրինակ կարծում եմ նոր ռեսուրսների ավելացման խնդիր, որովհետև շատ մեծ դիմումներ կա, որպեսզի Հայաստան գան եւ մարդիկ շատ հաճախ շատ երկար սպասում են, որպեսզի իրենց դիմումները քննվի, որովհետև սահմանափակ ռեսուրսներ կա այս պայծրությամբ մարդիկ են, որոնք աշխատում են, որպեսզի դա իրականացնեն, սա եւս կարծում եմ կարևոր խնդիր կլինի, կարևոր է լուծել մեր կարծիքով, առհասարակ օդանավակայանում շատ մեծ փոփոխություններ եւ բարեփոխումներ են տեղի ունեցել վերջին ժամանակներում, իդեմս սկսած այն կետի, որ այլևս ոչ թե այլ երրորդ երկրի սահմանապահներ են դիմավորում մեր երկիր եկած քաղաքացիներին եւ մեր քաղաքացիներին, այլ Հայաստանի Հանրապետության սահմանապահները,
Ես կարծում եմ, որ կարելի է նաև ընթացքում տարբեր գաղափարներ կան ընդհանուր սահմանապահների, օրինակ հանդերձանքը քաղաքացիականի վերածելու, որը նույնպես կարծում եմ շատ հետաքրքիր կլինի, եւ այսպիսի մի շարք գործողություններ, որոնք որ իհարկե նաև շատ կարևոր աշխատանք է հիմա կոնստիտուցիոն պայմանագրի նոր պայմանագրի իրականացումը, որով պլանավորվում է մինչև $400 միլիոն ներդրում իհարկե երկար ժամանակահատվածում իրականացնել օդանավակայաններում մեր, որը պիտի նոր ուրեմն թողունակության մենք հասցնենք, որովհետև ամառային ամիսներին փաստացի նաև մենք մեծ դժգոհություններ ենք ստանում մեր քաղաքացիներից, որ նայում մեր հյուրերից, որ իրենք ստիպված են լինում շատ երկար հերթերի մեջ սպասել, տարբեր իհարկե աշխատանքներ այդ առումով նախորդ ամռան ընթացքում գոնե մենք իրականացրել ենք եւ ազգային անվտանգության ծառայության եւ քաղաքացիայի կոմիտեի հետ եւ ինչ որ լուծումներ գտել ենք, օրինակ հիմա արդեն տրանզիտ ուղևորները այլ տեղով են անցնում, այլ ընթացակարգով եւ այլն, այսինքն տարբեր փորձում ենք եղած սահմանափակ հնարավորությունների մեջ տարբեր լուծումներ գտնվել է։ Ինչ վերաբերվում է արտաքին մարքեթինգային արշավներին, ցավոք սրտի մեր իհարկե մեր բյուջեն այդ առումով туриզմի բյուջեն ընդամենը 800 միլիոն դրամ է, դա շատ փոքր թիվ է եւ համացան համար նշեմ, որ եթե մեկ հանրահայտ բլոգերի, ասենք Հայաստանի մասին, օրինակ գա Հայաստան եւ մի հատ ոլովակ նկարի եւ մոտավորապես գինը այդքան է, որտեղ Վրաստանը վերջերս արել է դա $2.5 միլիոն փոխատվե, որը մեր туриզմի բյուջեից ավելի մեծ գումար է։ Այդ բլոգերը, այսինքն այդտեղ ֆինանսական միջոցների իհարկե սահմանափակության հարցեր մենք ունենք, բայց մեր հնարավորությունների սահմաններում մենք իհարկե որքան հնարավոր է մասնակցում ենք տարբեր ռոդշոուների, տարբեր աշխարհամասերում, որքան հնարավոր է տարբեր ուրեմն հոլովակներ ենք նկարում, տարբեր ֆորումներ ենք կազմակերպում Հայաստանում, մասնակցում ենք տարբեր ֆորումների, տարբեր բլոգերների ենք հրավիրում, անցած տարի ավելի ակտիվ ենք եղել այդ առումով ֆինանսական հատկացումներին փոքր ավելի շատ էին եւ CNN-ում, ուրեմն արաբական աշխարհի հայտնի ալիքներում Al Jazeera, CNN եւ այլն մենք ունեինք գովազդային արձակումներ, հարցազրույցներ, Հայաստանի մասին պատմող հոլովակներ, ըստ էության եթե ազգային ժողովը մեզ օգնի եւ ավելի շատ բյուջե հատկացնի զբոսաշրջության մասով, մենք կկարողանանք ավելի ակտիվ աշխատանքներ իրականացնել այս առումով, որի պոտենցիալը եւ հնարավորությունը ակնհայտորեն շատ մեծ է։ Շնորհակալություն, պարոն Պապյան, ես կարծում եմ туриզմը Հայաստանի Հանրապետության շարժիչ ամենամեծ ուժերից մեկն է եւ այո, պետք է այս ուղղությամբ փորձենք հնարավորինս շատ ֆինանսներ գեներացնել, իսկ կոնկրետ кейսով, որը ես նշեցի, Կորեայի հետ կապված խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել եւ հանձնարարել համապատասխան գերատեսչությանը այս հարցով սկզբից մինչեւ զբաղվել, որովհետեւ ես գիտեմ նաեւ, որ այսօրվա մեր էկոնոմիկայի նախարարությունը որդեգրել է սկզբունք ընդհանրապես նոր ուղղությունները խրախուսելու եւ սա եւս նոր ուղղություն է։ Ես կկիսվեմ նաեւ էկոնոմիկայի նախարարության հետ մեր ունեցած ինֆորմացիայով, եթե հարկ լինի նաեւ գրավոր կերպով եւ կփորձենք ավելի ուշադիր լինել։ Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Հիմա անցնենք կոնկրետ հարցերի, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մանրամասն զեկույցի համար։ Մի քանի հարց ունեմ ձեզ։ Նախ ուզում եմ